Բարևձեզ, մենք ուրեմն ստուգում ենք երեխայի որովայնը, քանի որ լուծ ունի, նայում ենք ուրեմն այստեղ չրազրկում կա չկա, աղիքների ձայնը լսում ենք, նորմալ է, մի քանի անգամ լուծ անեցել, դեռնավում, մաշկը լավ է, այսինքն չրազրկված չէ, վտանգավոր բան չկա և երեխան հազում է, մի հատ էլ անպայման թոքերն ենք լսում, շատ լավ երեխա է, շատ ուրախ, չի լացում, ոնց ես այդ, լավ ես, վեզի, իմ նման սոված ես, հեսա գնամ պիցա բերեմ ուտեք, ես էլ եմ սոված, թոքերն էլ մաքուր է, ոչ մի վտանգավոր խնդիր չի երևում, և աղիքների կողմից, և թոքերի կողմից, շնորհակալություն։ Բարև ձեզ, ուրեմն երեխան 2 ամսական է, մի քանի օր է հազում է, և դրա համար մի հատ ուզում ենք թոքերը լսել, որ տեսնենք արդյոք խնդիր կա, ինչ որ բրոնխիտ կամ թոքապոտ, որ անանք ստացնում է, հույցիկ, շատ սիրում բալիկ է աստված պահի, դոկտորի մոտ կմնաս այսօր, մոտս մնա, լավ որ անչում աչքից սոված է, թոքերը լրիվ մաքուր է, ոչ մի խզոցներ չկան, ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, շնորհակալություն։ Բարև ձեզ, մենք ստուգում ենք երեխայի թոքերը, զննում ենք կատարում երեխային, 1 տարեկան, 4 ամսական է, թոքերը մաքուր է, երեխան չի ջերմում, բայց այստեղ նկատում ենք, որ քաշը այս այցի ընթացքում շրջանակներում բավականին նվազել է, դրա համար քշում ենք, քաշը տեսնում ենք 7.3 իջել, նվազել է, այն անգամ 7.7 է եղել, այստեղ տեսնում եք պերցենտիլ ենք անում, տեսնում ենք, որ ինքը այստեղ իջել է, այս անգամ այստեղ ենք նշում, պերցենտիլով նայում ենք, որ գորակիցը սենց դեպի ներքև է գնում։ Դրա համար երեխային ուրեմն անպայման սննդի խորհրդատվություն ենք տալիս, այսինքն այստեղ մամային ասում ենք, որ հավելյալ սնուցումը պետք է ավելի շատ քանակներով դա, կարտոֆիլը, փյուրեն, միսը, միրգը, պանճարեղենը, գրեչկան ավելի շատացնի, որպես երեխային քաշը լավանա, և մաման ուզում է գրծքից կտրի, իհարկե խորհուրդ չենք տալիս գրծքով կտրի, ավելի լավ է ուրեմն թողի գրծքով գերադրումը, հետներ ասենք մի պարտիա արհեստական սնունդ տա, որ մեջը երկաթը ավելի լավ է և մնացած էլեմենտները ավելի լավ է մշակված, և այդ ակնկալիքով, որ ամեն ինչ հույսով ենք լավ կլինի, ես բոլորը իրար հետ, վստահ ենք, որ հաջորդ այցին քաշը կլավանա, շնորհակալություն։ Ուրեմն հիվանդը դարավում է ուժեղ հազերից, հազինոպաներից, հատկապես գիշերով է լինում իրական քադը, այսինքն ուժեղ հազ է լինում, ինչ-որ մի բան գոգորտից գրգռվում է, և մի ամիս է այս վիճակն է, այսինքն երբեմն լավանում է, նորից կրկնվում է գիշերվա հազը, մենք ուրեմն թոքերը լսում ենք անպայման և խորխ է գալիս գիշերները, թոքերը լսում ենք, այստեղ տեսնում եք բրոնխներում խզոցներ ունի, այսինքն հնարավոր է, որ այստեղ ինֆեկցիա լինի բրոնխների, սա մեկ, բայց գոգորտինը, որ հատկանշական է, որ միայն գիշերն է լինում այդ հազը, դա էլ հնարավոր է գեղձ գրուպի հետ կապված լինի,